Բարձր դատարան, հարգելի նախագահող, ինձ համար պատիվ է հանդես գալ Միացյալ Թևեր կուսակցության անունից եւ այս դատարանում պաշտպանել 33,000-ից ավելի մեծ ձայն տված քաղաքացիների իրավունքները։ Ընտրությունը մեկ օրվա գործողություն չէ, այն սկսվում է շատ ավելի վաղ։ Այս դեպքում ընտրությունների նշանակման օրվանից, փետրվարի 7-ից, այն շարունակվում է ամբողջ նախընտրական ժամանակահատվածում, ներառում է տեղեկատվության հասանելիությունը, քաղաքական մրցակցության պայմանները, պետական մարմինների վարքագիծը, իրավապահ համակարգի գործունեությունը եւ հանրային մթնոլորտը։ Եվ միայն այդ ամբողջ գործընթացի ավարտին քվեարկության օրը քաղաքացին կատարում է իր ընտրությունը։ Հետևաբար, երբ մենք խոսում ենք ազատ ընտրությունների մասին, մենք չենք կարող խոսել միայն քվեարկության օրվա մասին։ Մենք պետք է խոսենք ամբողջ ընտրական գործընթացի մասին։ Սահմանադրության 48-րդ հոդվածը քաղաքացիներին երաշխավորում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորմանը մասնակցելու իրավունք, բայց այդ իրավունքը չի կարող իրական լինել, եթե քաղաքացին գտնվում է ճնշման կամ ազդեցության ներքո։ Հենց այդ պատճառով ժողովրդավարական ընտրությունների էությունը ոչ թե քվեատուփն է, այլ ընտրողի ազատությունը։ Բարձր դատարան, Հայաստանի Հանրապետությունը Եվրոպայի խորհրդի անդամ պետություն է։ Հայաստանը վավերացրել է մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան։ Այն ստանձնել է ժողովրդավարական ընտրությունների ապահովման միջազգային պարտավորություններ։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը տարիներ շարունակ ձևավորել է ընտրական իրավունքի վերաբերյալ հստակ չափանիշներ։ Այդ մասին մենք մանրամասն անդրադարձել ենք մեր դիմումում։ Այդ չափանիշների առանցքում գտնվում է մեկ գաղափար։ Ընտրությունների նպատակը ժողովրդի ազատ կարծիքի արտահայտումն է։ Միեդը բազմիցս նշել է, որ պետությունը պարտավոր է ոչ միայն կազմակերպել քվեարկությունը, այլ նաև ապահովել այնպիսի պայմաններ, որոնցում քաղաքացին կարող է ձևավորել քաղաքական կարծիք առանց պետական ճնշման։ Այս մոտեցումը լրացվում է Վենետիկի հանձնաժողովի ընտրական հարցերի լավ պրակտիկայի օրենսգրքով։ Այդ փաստաթուղթը հատուկ շեշտադրում է պետական ռեսուրսների չեզոքության սկզբունքը։ Ինչու՞։ Որովհետև պետությունն իր բնույթով անհամեմատ ավելի հզոր է, քան ցանկացած քաղաքական կուսակցություն։ Երբ պետական ապարատը ներքաշվում է քաղաքական պայքարի մեջ, ընտրական մրցակցությունը դադարում է լինել հավասար։ Իսկ երբ մրցակցությունը դադարում է լինել հավասար, ընտրությունները դադարում են արտահայտել ժողովրդի իրական կամքը։ Այս գործի կենտրոնական խնդիրը հենց դա է։ Պատասխանող կողմը հավանաբար փորձելու է քննարկումը տեղափոխել թվաբանական հարթություն։ Մեզ կասեն, ապացուցեք, թե քանի ձայն է փոխվել, ապացուցեք, թե քանի ընտրող է փոխել իր ընտրությունը, ապացուցեք, որ առանց այդ խախտումների արդյունքը այլ կլիներ։ Սակայն սա սահմանադրական արդարադատության չափանիշ չէ։ Ընտրական գործընթացի դեպքում հաճախ անհնար է որոշել, թե քանի ընտրող է փոխել իր վարքագիծը ճնշման ազդեցության տակ։ Անհնար է հաշվարկել, թե քանի մարդ է վախեցել։ Անհնար է հաշվարկել, թե քանի մարդ է ենթարկվել վարչական ազդեցության։ Անհնար է հաշվարկել, թե քանի մարդ է հրաժարվել մասնակցել քաղաքական գործընթացին։ Սակայն այդ հանգամանքը չի նշանակում, որ այդ ազդեցությունները գոյություն չեն ունեցել։ Հենց այդ պատճառով ժողովրդավարական պետություններում ընտրական վեճերի ժամանակ կիրառվում է ոչ միայն փաստացի ազդեցության, այլ նաև ընտրական գործընթացի արժանահավատության չափանիշը։ Այլ կերպ ասած, դատարանը պետք է պատասխանի ոչ թե այն հարցին, թե արդյոք ապացուցվել է յուրաքանչյուր ձայնի ճակատագիրը, այլ այն հարցին, թե արդյոք պահպանվել է հանրային վստահությունը ընտրությունների նկատմամբ։ Եվ եթե այդ վստահությունը խաթարվել է համակարգային խախտումների հետևանքով, ապա ընտրությունների արդյունքները չեն կարող պահպանվել միայն այն պատճառով, որ հնարավոր չէ ճշգրիտ հաշվարկել դրանց թվային ազդեցությունը։ Բարձր դատարան, եթե այս գործի ողջ նյութերից անհրաժեշտ լինի առանձնացնել մեկ հարց, որի շուրջ պետք է կենտրոնանա սահմանադրական դատարանի ուշադրությունը, ապա այդ հարցը վարչական ռեսուրսի օգտագործման խնդիրն է։ Ոչ այն պատճառով, որ վարչական ռեսուրսի օգտագործումը ինքնին ամենածանր խախտումն է, այլ այն պատճառով, որ վարչական ռեսուրսի կիրառումը վտանգավոր է նրանով, որ այն անտեսանելի կերպով փոխում է ամբողջ ընտրական միջավայրը։ Ընտրակաշառքը հնարավոր է տեսնել, կեղծված արձանագրությունը հնարավոր է բացահայտել, քվեատուփի լցոնումը հնարավոր է արձանագրել, բայց վարչական ռեսուրսի օգտագործումը գործում է այլ մակարդակում։ Այն փոխում է քաղաքական մրցակցության կանոնները, այն ձևավորում է անհավասար մեկնարկային պայմաններ,
թույլ է տալիս իշխանություն ունեցող քաղաքական ուժին օգտագործել պետության կազմակերպչական, տեղեկատվական եւ մարդկային ռեսուրսները այնպիսի ծավալով, որը անհասելի է մրցակիցներին։ Հենց այդ պատճառով միջազգային իրավունքում վարչական ռեսուրսի չարաշահումը համարվում է ազատ ընտրությունների ամենավտանգավոր սպառնալիքներից մեկը։ Հաճախ վարչական ռեսուրսի օգտագործման մասին խոսելիս հարցը ներկայացվում է որպես ընտրական իրավունքի տեխնիկական խնդիր, սակայն իրականում սա սահմանադրական կարգի խնդիր է։ Ինչու՞։ Որովհետև ժողովրդավարական պետությունում իշխանության մրցակիցները պետք է մրցեն միմյանց հետ հավասար պայմաններում։ Սա է Սահմանադրության 7-րդ հոդվածով երաշխավորված ընտրելու եւ ընտրվելու իրավունքի սկզբունքներից մեկը։ Սահմանադրությունը պետությանը չի տալիս հնարավորություն դառնալու որևէ քաղաքական ուժի նախընտրական շտաբ։ Պետական ապարատը պատկանում է ամբողջ ժողովրդին, համայնքային ռեսուրսները պատկանում են ամբողջ համայնքին, հանրային ծառայողները ծառայում են հանրությանը։ Երբ այդ ռեսուրսները ներգրավում են քաղաքական պայքարի մեջ, խախտվում է պետության չեզոքության հիմնարար սկզբունքը եւ այդպիսով ընտրությունների հավասարության սկզբունքը։ Բարձր դատարան Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 258-ա որոշման ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հանձնաժողովը վարչական ռեսուրսի վերաբերյալ ներկայացված փաստերը դիտարկել է մեկուսացված ձևով։ Սակայն հենց այստեղ է թաքնված որոշման հիմնական իրավական արատը։ ԿԸՀ-ն ըստ էության յուրաքանչյուր դրվագի վերաբերյալ տվել է ընդհանրացված հետևյալ պատասխանը. այս կոնկրետ դեպքով բավարար հիմք չկա ընտրությունների արդյունքները անվար ճանաչելու համար։ Հետո նույնը կրկնել է հաջորդ դեպքի վերաբերյալ եւ կրկին հաջորդի ու այդպես շարունակ։ Սակայն սահմանադրական դատարանի խնդիրն այլ է։ Ընտրական գործընթացում հաճախ ոչ մի առանձին խախտում բավարար չէ արդյունքներն անվավեր ճանաչելու համար։ Բայց երբ այդ խախտումները կուտակվում են եւ դրանց ազդեցությունը այլևս չի կարող գնահատվել առանձին, կուտակվում են դրանց ազդեցությունը այլևս չի կարող գնահատվել առանձին։ Մեկ խախտումը կարող է չազդել ընտրությունների արդյունքների վրա, բայց տասնյակ, երբեմն նաեւ հարյուրավոր նման դեպքեր արդեն փոխում են ամբողջ քաղաքական միջավայրը։ Սա է պատճառը, որ եվրոպական ընտրական իրավունքը կիրառում է կուտակային ազդեցության մոտեցումը կամ եթե կուզեք կոմուլյատիվ ազդեցության մոտեցումը։ Հենց այդ մոտեցումն է, որ բացակայում է ԿԸՀ սույն դատարանի առջև վիճարկվող որոշման մեջ։ Դիմումում ներկայացված են փաստեր, որոնք վերաբերում են պետական եւ համայնքային համակարգերի ներկայացուցիչների ներգրավմանը նախընտրական գործընթացներում։ Բարձր դատարան առաջին հայացքից կարող է թվալ, որ պետական ծառայողը նույնպես քաղաքացի է եւ ունի քաղաքական գործունեությամբ զբաղվելու իրավունք։ Սա իհարկե ճիշտ է, սակայն խնդիրը տվյալ անձի քաղաքական հայացքները չեն։ Խնդիրը նրա պաշտոնական կարգավիճակն է։ Երբ համայնքային աշխատակիցը կամ պետական ծառայողը ներգրավվում է քաղաքական գործընթացներում, առաջանում է հետևյալ հարցը. նա մասնակցում է որպես ազատ քաղաքացի, թե որպես վարչական համակարգի ներկայացուցիչ։ Երբ այդպիսի մասնակցությունը դառնում է զանգվածային եւ համակարգային, ընտրողն այլևս չի տեսնում առանձին մարդկանց։ Նա տեսնում է պետությունը, եւ երբ ընտրողը տեսնում է պետությունը մեկ քաղաքական ուժի կողքին, նրա ընկալման մեջ խախտվում է քաղաքական հավասարության սկզբունքը։ Դիմումում մենք առանձնահատուկ տեղ ենք հատկացրել կրթական հաստատությունների եւ կրթության ոլորտի աշխատակիցների ներգրավման խնդրին, որի մասին անգամ հաղորդում է ներկայացվել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը։ Սա պատահական չէ։ Կրթական համակարգը ժողովրդավարական պետությունում պետք է լինի քաղաքականապես չեզոք միջավայր։ Դպրոցը պետական իշխանության գործիք չէ։ Ուսուցիչը քաղաքական հանձնակատար չէ։ Կրթական հաստատությունները ստեղծված չեն ընտրողների վարքագիծը ձևավորելու համար։ Երբ կրթական համակարգի ներկայացուցիչները ներքաշվում են ընտրական գործընթացների մեջ, վտանգվում է ոչ միայն ընտրությունների, այլև հանրային վստահության հիմքը, որտեղ ուսուցիչը հասարակության մեջ ունի առանձնահատուկ հեղինակություն։ Հենց այդ պատճառով միջազգային կազմակերպությունները բազմիցս ընդգրկել են, որ կրթական համակարգի ցանկացած քաղաքականացում պետք է գնահատվի առավել խիստ չափանիշներով։ Դիմումում մենք նաև ներկայացրել ենք համայնքային որոշումների եւ համայնքային կառույցների գործունեության հետ կապված խնդիրներ։ Պատասխանող կողմը կարող է պնդել, որ այն որոշումները, որոնք մենք ներկայացրել ենք, ձևականորեն համապատասխանում էին օրենքին։ Ենթադրենք նույնիսկ այդպես է։ Բայց սահմանադրական դատարանի խնդիրն այստեղ այլ է։ Դատարանը պետք է գնահատի ոչ միայն իրավական ձևը, այլև սահմանադրական բովանդակությունը։ Երբ սոցիալական նշանակություն ունեցող որոշումները ընդունվում են ընտրություններից անմիջապես առաջ, դատարանը պարտավոր է ուսումնասիրել դրանց ընտրական ազդեցությունը։ Մենք չենք պնդում,
որ համայնքը չի կարող օգնել իր բնակիչներին։ Սակայն ընտրությունների ժամանակ ցանկացած նման գործողություն պետք է ենթարկվի առավել խիստ վերահսկողության, որովհետև ընտրողը կարող է այդ աջակցությունը ընկալել ոչ թե որպես համայնքային քաղաքականություն, այլ որպես քաղաքական բարեհաճություն, ինչպես որ եղել է այս ընտրություններում։ Իսկ նման ընկալումը արդեն ազդում է ազատ կամ արտահայտության վրա։ Բարձր դատարան, սույն գործի համար առանցքայինը հետևյալը. արդյոք մենք գործ ունենք առանձին դեպքերի, թե գործ ունենք համակարգային երևույթի հետ։ Ներկայացված փաստերը միասնական համատեքստում ցույց են տալիս ոչ թե առանձին միջադեպեր, այլ վարքագծի օրինաչափություն։ Այդ օրինաչափությունը արտահայտվում է հետևյալ կերպ. պետական կառույցների ներգրավում, համայնքային համակարգի ներգրավում, կրթական համակարգի ներգրավում, վարչական կախվածությունների օգտագործում, քաղաքական եւ պետական ռեսուրսների միջև սահմանների ջնջում։ Հենց այս ամբողջությունն է, որ պետք է գնահատի Սահմանադրական դատարանը։ Պատասխանող կողմը հավանաբար հղում կկատարի թվերին, կասի, որ նույնիսկ եթե առանձին խախտումներ եղել են, ապա դրանք չեն ազդել արդյունքների վրա, ինչպես որ նշել է հունիսի 14-ի թիվ 258 որոշմամբ։ Սակայն սա սխալ հարցադրում է եւ սխալ մոտեցում։ Ժողովրդավարական ընտրությունների լեգիտիմությունը որոշվում է ոչ միայն վերջնական թվերով, այն որոշվում է նաև այն ճանապարհով, որով այդ թվերը ձևավորվել են։ Եթե մրցակցությունը ի սկզբանե անհավասար է եղել, պետության չեզոքությունը խախտվել է, վարչական ռեսուրսը ներքաշվել է ընտրական գործընթացում, ապա ընտրությունների արդյունքները կորցնում են իրենց սահմանադրական վստահելիությունը անկախ վերջնական թվաբանական տարբերություններից։ Այս պատճառով վարչական ռեսուրսի խնդիրը սույն գործի կենտրոնական հարցերից է։ Ժողովրդավարական ընտրությունների հիմնական նպատակը ոչ թե քվեաթերթիկների հաշվարկն է, այլ քաղաքացու կամքի ազատ ձևավորումն ու արտահայտումն է։ Եթե կամքը ձևավորվել է վախի պայմաններում, ապա նույնիսկ տեխնիկապես ամենաանթերի կազմակերպված քվեարկությունը չի կարող համարվել լիարժեք ժողովրդավարական։ Հենց այդ պատճառով միջազգային իրավունքը վաղուց հրաժարվել է ընտրությունները գնահատել միայն քվեարկության օրվա իրադարձությունների հիման վրա։ Ժամանակակից ժողովրդավարական չափանիշների համաձայն ընտրությունների ազատությունը գնահատվում է ամբողջ նախընտրական միջավայրի համատեքստում։ Միջազգային իրավունքում նաև վաղուց ձևավորվել է այսպես ասած սառեցնող ազդեցության գաղափարը, որի մասին քիչ առաջ խոսվեց։ Այս գաղափարի էությունը հետևյալն է. պարտադիր չէ, որ յուրաքանչյուր քաղաքացի իրականում ենթարկվի հետապնդման կամ ճնշման։ Բավարար է, որ քաղաքացիների մոտ ձևավորվի համոզմունք, թե նման հետապնդում հնարավոր է։ Բավարար է, որ քաղաքացին տեսնի օրինակներ։ Բավարար է, որ քաղաքացին համոզվի, որ քաղաքական ակտիվությունը կարող է ունենալ բացասական հետևանքներ։ Այդ դեպքում հասարակության մեջ սկսում է գործել ինքնագրաքննության մեխանիզմը։ Մարդիկ դադարում են բարձրաձայն արտահայտվել, դադարում են հրապարակային մասնակցել քաղաքական գործընթացներին, դադարում են պաշտպանել իրենց քաղաքական դիրքորոշումները։ Եվ արդյունքում ընտրությունները տեղի ունենում ոչ թե ազատ, այլ լրացված հասարակության պայմաններում։ Սա չափազանց կարևոր սկզբունք է, որովհետև այս գործում ներկայացված բազմաթիվ հանգամանքներ պետք է գնահատվեն հենց այս տեսանկյունից։ Արթուր Օսիպյանի, Արփինե Սողոյանի շուրջ տեղի ունեցած զարգացումները հանրային լայն արձագանք են ստացել։ Դրանք լայնորեն լուսաբանվել են լրատվամիջոցներով եւ դարձել են հանրային քննարկման առարկա։ Այս հանգամանքը կարևոր է ոչ այն պատճառով, որ դատարանը պետք է որոշի ով է իրավացի, ով ոչ, այլ այն պատճառով, որ ընտրողը այդ ամենը տեսնում է նախընտրական գործընթացի ընթացքում, եւ դատարանը պետք է գնահատի, թե ինչ ուղերձ էր ստանում շարքային քաղաքացին։ Արդյոք նա ստանում էր այն ուղերձը, որ քաղաքական ակտիվությունը անվտանգ է, թե հակառակը ստանում էր այն ուղերձը, որ քաղաքական հակադրությունը կարող է հանգեցնել խնդիրների։ Սահմանադրական դատարանի խնդիրը ըստ մեզ հենց այս ազդեցության գնահատումն է։ Բարձր դատարան սույն գործով առանձնահատուկ ուշադրության է արժանի ևս մեկ հանգամանք։ Նախընտրական դիսկուրսում լայնորեն շրջանառվել են պատերազմի, անվտանգության, ճգնաժամի եւ ծանր հետևանքների մասին հայտարարություններ։ Անկախ նրանից, թե այդ հայտարարությունները հնչել են իշխանության ներկայացուցիչների կողմից, ընդդիմադիր գործիչների կողմից կամ այլ քաղաքական դերակատարների կողմից, դատարանը պետք է գնահատի նաև դրանց ազդեցությունը ընտրական միջավայրի վրա, որովհետև պատերազմի թեման սովորական քաղաքական թեմա չէ։ Հայաստանի Հանրապետությունում պատերազմը վերացական գաղափար չէ։ Այն հազարավոր քաղաքացիների անձնական փորձառությունն է։ Այն ունի անմիջական հոգեբանական ազդեցություն։ Երբ ընտրական գործընթացում ակտիվորեն օգտագործվում են պատերազմի, անվտանգության փլուզման կամ ազգային աղետի մասին կանխատեսումներ,
Ընտրողը սկսում է որոշումներ կայացնել ոչ թե ծրագրերի համեմատության հիման վրա, այլ վախի ազդեցության ներքո։ Իսկ վախի պայմաններում կայացված որոշումը չի կարող համարվել լիարժեք։ Բարձր դատարան, սակայն նույնիսկ եթե դատարանը ընդունի, որ այս բոլոր փաստերը իրապես ուշադրության են արժանի, մնում է ևս մեկ կարևոր հիմնահարց։ Ինչպես է կենտրոնական ընտրական հանձնաժողովը գնահատել այդ փաստերը եւ արդյոք նրա կողմից իրականացված իրավական վերլուծությունը համապատասխանում է սահմանադրական արդարադատության չափանիշներին։ Մեր համոզմամբ կենտրոնական ընտրական հանձնաժողովը պատշաճ կերպով չի իրականացրել իր սահմանադրական պարտականությունը եւ չի տվել ներկայացված փաստերի ամբողջական, բազմակողմանի եւ օբյեկտիվ գնահատականը։ Ընտրական գործընթացում կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի իրականացնում միայն կազմակերպչական գործառույթ։ Այն սահմանադրական մարմին է, նրա առաքելությունը միայն ձայների հաշվարկը չէ կամ ընտրությունների արդյունքների ամփոփումը, նրա առաքելությունը ընտրական գործընթացի ամբողջականության պաշտպանությունն է։ Երբ ընտրությունների արդյունքները վիճարկվում են եւ ներկայացվում են բազմաբնույթ փաստեր վարչական ռեսուրսի, ճնշումների, ընտրողների կամքի վրա ազդեցության, քարոզչական անհավասարության եւ այլ հանգամանքների վերաբերյալ, հանձնաժողովը պարտավոր է ոչ միայն արձանագրել այդ փաստերը, այլև գնահատել դրանց ընդհանուր ազդեցությունը ընտրական գործընթացի վրա։ Ընտրական իրավունքի բնագավառում գոյություն ունի մի հիմնարար սկզբունք՝ խախտումների ազդեցությունը չի գնահատվում միայն առանձին դեպքերի մակարդակում, այն գնահատվում է նաև դրանց համակցված ազդեցության տեսանկյունից։ Այս գործով, ինչպես արդեն նշեցի, առանցքային նշանակություն ունի կուտակային ազդեցության սկզբունքը։ Երբ առկա են բազմաթիվ խախտումներ կամ կասկած հարուցող հանգամանքներ, դրանց ազդեցությունը չի կարող գնահատվել մեկուսացված։ Օրինակ, եթե մեկ դպրոցում արձանագրվել է վարչական ռեսուրսի ներգրավում, մեկ համայնքում արձանագրվել է պաշտոնեական ազդեցություն, մեկ վայրում արձանագրվել է ընտրողների նկատմամբ ճնշման վերաբերյալ տեղեկություն, մեկ այլ վայրում արձանագրվել է քաղաքական վախի մթնոլորտ, ապա այդ ամենը միասին կարող են ունենալ այնպիսի ազդեցություն, որը ոչ մի առանձին դրվագ առանձին վերցրած չէր կարող ունենալ։ Սա ոչ միայն իրավական, այլ նաև տրամաբանական սկզբունք է, որովհետև ընտրական միջավայրը մեկ ամբողջություն է։ Ընտրողը չի ապրում իրավական ակտերի առանձին բաժիններում, նա ապրում է իրական հասարակության մեջ։ Նա միաժամանակ հետևում է լրատվամիջոցներում, տեսնում պաշտոնատար անձանց վարքագիծը, տեսնում քաղաքական հակառակորդների նկատմամբ վերաբերմունքը, տեսնում է պետական կառույցների ներգրավվածությունը եւ իր քաղաքական որոշումը ձևավորում է այդ ամբողջ ազդեցությունների համակցության ներքո։ Հետևաբար նույն սկզբունքով պետք է գործի նաև այս դատարանը։ Բարձր դատարան 258-ա որոշման մեջ առկա է մի ուշագրավ հակասություն։ Մի կողմից հանձնաժողովը փաստացի ընդունում է, որ ընտրական գործընթացում առկա են եղել առանձին խախտումներ եւ խնդիրներ, մյուս կողմից այն եզրակացնում է, որ դրանք չեն կարող ազդել ընտրությունների արդյունքների վրա։ Սակայն որոշման մեջ բացակայում է այն վերլուծությունը, որը կբացատրեր, թե ինչու այդ բոլոր խախտումների համակցությունը նույնպես չի կարող ազդել արդյունքների վրա։ Այլ կերպ ասած, հանձնաժողովը պատասխանել է առաջին հարցին, բայց չի պատասխանել երկրորդին։ Այն ուսումնասիրել է յուրաքանչյուր աղյուսը, բայց չի ուսումնասիրել շենքը։ Այս բացն է, որ սահմանադրական դատարանը պարտավոր է լրացնել։ Կենտրոնական անվավեր ճանաչված տեղամասերի նշանակությունը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ինքն է արձանագրել, որ առանձին ընտրատեղամասերում արդյունքները պետք է անվեր ճանաչվեն։ Սա չափազանց կարևոր հանգամանք է, որովհետև այն ցույց է տալիս, որ ընտրական գործընթացի նկատմամբ ներկայացված մտահոգությունները զուտ տեսական չեն եղել։ Հանձնաժողովը ինքն է ընդունել, որ որոշ դեպքերում խախտումները հասել են այնպիսի աստիճանի, որ պահանջել է արդյունքների անվավեր ճանաչում, սակայն այստեղ ծագում է բնական հարց։ Եթե արդեն իսկ արձանագրված են այնպիսի խախտումներ, որոնք հանգեցրել են տեղամասային արդյունքների անվավերության, ապա ինչու նույն հանձնաժողովը չի գնահատել, թե արդյոք նմանատիպ երևույթները գոյություն ունեցել են ավելի լայն մասշտաբով։ Ինչու չի ուսումնասիրվել ընդհանուր օրինաչափությունը։ Այս հարցերը պատասխան չեն ստացել։ Մինչդեռ ընտրական օրենսգիր սահմանադրական օրենքը հստակ է այս հարցում։ Ընտրական օրենսգրքի 101 հոդվածի առաջին մասի կարգավորումից հետևում է, որ ապացուցման ենթակա չէ այն փաստը, թե արդյոք խախտումները փաստացի ազդել են ընտրությունների արդյունքների վրա։ Օրենսդրի պահանջը հստակ է։ Պետք է ապացուցել, որ խախտումները կարող էին ազդել ընտրության արդյունքների վրա։ Կարող էին ազդել ձևակերպումը ենթադրում է հավանականության առկայություն եւ առավել ցածր շեմ, մինչդեռ փաստացի ազդելու հանգամանքը ենթադրում է առավել բարձր շեմ եւ թվաբանական հաշվարկ պարզելու ազդեցության գոյությունն ու դրա աստիճանը։ Օրենսդրի ձևակերպումից չի բխում, որ ամեն դեպքում պետք է ապացուցել, որ արդյունքը կփոխվեր,
ինչպես վերը նշվեց, բավարար էր ցույց տալ, որ առկա է հավանականություն ունենալու այլ արդյունք, քան այն, ինչ եղել է։ 3 ընտրատեղամասերում ձայների ընդհանուր գումարը շուրջ 3500 էր, իսկ կոնկրետ Բարգավաճ Հայաստան կուսակցությանը պակասում էր 156 ձայն ընտրական շեմը հաղթահարելու համար։ Արդյունքում կարող էր փոխվել ազգային ժողովում ուժերի ներկայացվածությունը եւ մանդատների քանակը, ընդ որում խախտումները Բարգավաճ Հայաստան կուսակցության օգտին չէին։ Հետևաբար խախտումները կարող էին ազդեցություն ունենալ ընտրության արդյունքների վրա։ ԿՀՀ-ի 258-ը որոշմամբ արձանագրել է, որ 3 ընտրատեղամասերում ընտրության արդյունքների անվավեր ճանաչումը չի ազդում ընտրության արդյունքների վրա։ Մեկ բան ակնհայտ է, որ այդ եզրահանգմանը հանձնաժողովը եկել է առանց բավարար չափով վերլուծություն անելու եւ անվավերության ազդեցության չափը ընդհանուր առմամբ գնահատելու համար։ Հաջորդիվ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը հանդես եկավ հայտարարությամբ, որով արձանագրեց. հավասար ընտրական իրավունքի տեսանկյունից եւս խնդիրը ակնհայտ է։ Վերաքվեարկությունը կարող է խախտել ընտրողների հավասարությունը, քանի որ ընտրողների մեկ խումբը հայտնվում է մյուսներից էապես տարբեր ելակետային պայմաններում։ Նման հետևությունը ոչ այլ ինչ է, քան օրենքի կամայական մեկնաբանում, քանի որ վերաքվեարկության միջոցով արդյունքները շտկելու անհնարինության դեպքում հանձնաժողովը չուներ հայեցողություն եւ չէր կարող ընդունել այլ որոշում, քան ազգային ժողովի ընտրություններն անվավեր ճանաչելու եւ ազգային ժողովի ընտրությունների վերաքվեարկություն նշանակելու մասին։ Ընտրությունների սահմանադրականությունը կախված չէ միայն նրանից, թե որքան գումար է ծախսվել։ Այն կախված է նաև նրանից, թե արդյոք բոլոր քաղաքական ուժերը ենթարկվել են նույն կանոններին։ Եթե մի քաղաքական ուժ պարտավոր է յուրաքանչյուր ծախս արտացոլել իր հիմնադրամում, իսկ մյուսը փաստացի կարողանում է օգտվել չհաշվառված ռեսուրսներից, ապա ընտրական մրցակցությունը այլևս հավասար չէ։ Այդ դեպքում ընտրությունների արդյունքը ձևավորվում է ոչ թե հավասար պայմաններում իրականացված քաղաքական պայքարի արդյունքում, այլ անհավասար ռեսուրսների պայմաններում։ Սա արդեն սահմանադրական խնդիր է, որովհետև ընտրությունների ազատությունը ենթադրում է նաև քաղաքական ուժերի հավասարություն։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հունիսի 10-ին ներկայացրել է նախընտրական հիմնադրամի հայտարարագիրը, որպես ծառայությունների եւ ապրանքների շուկայական արժեքի ընդհանուր չափ հայտարարելով 798 միլիոն 800 հազար դրամից մի փոքր ավելի։ Սա ընտրական օրենսգրքի 92 հոդվածով սահմանված առավելագույն չափից պակաս է ընդամենը 1,2 միլիոն ՀՀ դրամով։ Հայտարարագրի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանում ներառված են թվով 130 անշարժ գույքեր, որոնք քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը հանձնվել են անհատույց։ Ընդ որում վարձակալած եւ անհատույց օգտագործման վերցված գույքերի ընդհանուր թիվը 558-ն է։ Ընտրական օրենսգրքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումների համաձայն հիշատակված անշարժ գույքերը պետք է արտացոլված լինեին հայտարարագրում շուկայական արժեքով։ Դիմողի ուսումնասիրությունը ներկայացված փաստաթղթերի նաև ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այդ արժեքները ոչ միայն հիմնադրամում ներկայացված արժեքները ոչ միայն չեն համապատասխանում գործող շուկայական արժեքներին, այլև հաճախ էականորեն տարբերվում են շուկայական արժեքից լինելով ցածր։ Օրինակ, Պրոշյան համայնքում Անդրանիկ փողոցում հայտարարագրվել է անշարժ գույք, որպես անհատույց օգտագործման վերցված, շուկայական արժեքը 20000 ՀՀ դրամ։ Այն դեպքում, երբ նույն փողոցում համանման գույքը նույն մակերեսով, գրեթե նույն մակերեսով, դիմողը վարձակալել է 10 անգամ բարձր գնով 223000 դրամ։ Նույն է վիճակը Հրազդան քաղաքում, նույն փողոցի վրա քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հայտարարագրել է անհատույց օգտագործման վերցված տարածք 120,000 դրամով, այն դեպքում, երբ 3 անգամ փոքր տարածքը մեր ուժը կարողացել է օգտագործել 400,000 ՀՀ դրամով։ Նույն է վիճակը նաև Արտաշատ քաղաքում, դարձյալ նույն փողոցի վրա 3 անգամ ավելի մեծ տարածքը մեր ուժի կողմից օգտագործվում է շատ ավելի բարձր գնով, քան քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ներկայացվել է։ Ընդ որում այս 130 անշարժ գույքերի անհատույց օգտագործումը նաև բացառել է կուսակցության կողմից հարկային պարտավորությունների կատարումը, ինչը չէր բացառվի վարձակալության դեպքում։ Համենայն դեպս սա այն տվյալն է, որը երևում է ներկայացված հաշվետվությունից։ Վերօգրյալ գների համադրումը ընտրություններին մասնակցած այլ ուժերի հայտարարած անշարժ գույքերի վարձակալության կամ շուկայական արժեքների հետ ցույց է տալիս, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացրած տվյալները չեն արտահայտում այդ գույքերի իրական շուկայական արժեքները։ Մեկ այլ կարևոր հանգամանք այն է, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության հայտարարագրում ներառված չէ որևէ աշխատակցի աշխատանքային պայմանագիր։ Անկամ եթե այդ աշխատանքները կատարվել են անհատույց, ապա ընտրական օրենսգրքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումներին համապատասխան պետք է ներառված լինեին հայտարարագրում իրենց շուկայական արժեքով։
Միայն այն հանգամանքը, որ կուսակցությունն ունեցել է 558 գրասենյակ, ենթադրում է, որ այդ գրասենյակներից յուրաքանչյուրը ունեցել է գեթ 1 աշխատակից։ Այդ աշխատակիցների վարձատրությունը ենթակա էր հայտարարագրման, քանի որ վերջիններս ուղղակի մասնակցություն են ունեցել նախընտրական գործընթացում։ Պայմանական տեսականորեն ընդունենք, որ մեկ աշխատակի վարձատրությունը կարող էր հաշվարկվել 100,000 դրամով, եւ այս հաշվարկի դեպքում մենք ունենում ենք առնվազն 55.800.000 Հայաստանի Հանրապետության դրամ, որը չի հայտարարագրվել նախընտրական հիմնադրամում։ Իսկ եթե սրան հավելենք նաև անհատույց օգտագործված գույքերի շուկայական արժեքները, ապա նախընտրական հիմնադրամի օրենքով սահմանված շեմը քաղաքացիական պայմանագիրը գերազանցել է տասնյակ միլիոնավոր դրամներով։ Հատկանշական է, որ դիմողը իր հայտարարագրում ներառել է շուրջ 260 աշխատանքային պայմանագրեր եւ դրանք ներկայացրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին։ Ինչու է կարևոր այս տեղեկությունների ներկայացումը ԿԸՀ-ին։ Նախընտրական հիմնադրամի սահմանաչափի գերազանցումը կամ նախընտրական հիմնադրամում ստացված ծառայությունների եւ աշխատանքների չներառումը առաջացնում է կոնկրետ իրավական հետևանքներ, ընդհուպ մինչև ընտրություններին մասնակցող կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցման անվավեր ճանաչում։ Ընտրական օրենսգրքի 27-րդ հոդվածի 3-ից 5-րդ կետերը։ Մինչդեռ վերը նշված անշարժ գույքերի իրական շուկայական արժեքների եւ աշխատակիցների ծախսերի ներառումը, աշխատակիցների վարձատրությունից առաջ եկող հարկային պարտավորությունների ներառումը նախընտրական հիմնադրամում էականորեն գերազանցվելու էր քաղաքացիական պայմանագրի կողմից հայտարարագրված նախընտրական հիմնադրամի շեմը։ Սա նշանակում է, որ ընտրություններում քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հավասարությամբ հանդես չի եկել նախընտրական քարոզարշավի ժամանակ եւ գտնվել է մրցակցությունից դուրս։ Եվ վերջինիս ընտրական ցուցակի գրանցումը դատարանի որոշմամբ ԿԸՀ դիմումի հիման վրա պետք է անվավեր ճանաչվեր։ Այս հանգամանքները պահանջում էին իրավասու մարմինների լիարժեք քննություն, որը չի իրականացվել, իսկ դրանց մասին դիմողի ներկայացված փաստարկները չեն գնահատվել ԿԸՀ-ի կողմից։ Բարձր դատարան, ո՞րն է այն չափանիշը, որով պետք է առաջնորդվի Սահմանադրական դատարանը։ Պատասխանող կողմը հավանաբար կառաջարկի հետևյալ չափանիշը. ապացուցեք, որ խախտումների պատճառով փոխվել է ընտրությունների վերջնական արդյունքը։ Նման մոտեցումը գործնականում անհնար է դարձնում ցանկացած ընտրական վեճի հաջող քննություն, որովհետև երբեք հնարավոր չէ ճշգրիտ հաշվարկել, քանի մարդ է փոխել իր քվեն, քանիսն են հրաժարվել մասնակցել ընտրություններից, ենթարկվել հոգեբանական ազդեցության, վախեցել արտահայտել իրենց քաղաքական դիրքորոշումը։ Այդ թվերը պարզապես հնարավոր չէ հաշվարկել, սակայն ժողովրդավարությունը չի կարող կախված լինել անհնարին ապացույցներից։ Ուստի դատարանը պետք է կիրառի այլ չափանիշ։ Այդ չափանիշը ընտրությունների նկատմամբ հանրային վստահության եւ ընտրական գործընթացի արժանահավատության չափանիշն է։ Մեր դիրքորոշումը հետեւյալն է. Սույն գործով դատարանը պետք է գնահատի, արդյոք ներկայացված փաստերի ամբողջությունը ստեղծում է հիմնավոր եւ չփարատված կասկած ընտրությունների արդյունքների սահմանադրական արժանահավատության նկատմամբ։ Արդյոք պահպանվել է բավարար վստահություն, որ պաշտոնական արդյունքները արտացոլում են ժողովրդի ազատ կամքը։ Եթե այդ վստահությունը խաթարված է, ապա ընտրությունների արդյունքները չեն կարող պահպանվել միայն այն պատճառով, որ հնարավոր չէ ճշգրիտ չափել խախտումների ազդեցությունը։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2-րդ հոդվածը սահմանում է. իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Սա Սահմանադրության ամենակարևոր նորմերից մեկն է, փաստացի այն ամբողջ սահմանադրական համակարգի հիմքն է։ Բոլոր պետական մարմինները, ներառյալ ազգային ժողովը, իրենց լեգիտիմությունը ստանում են հենց ժողովրդի կամքից։ Եթե ժողովրդի կամքը չի կարող ազատորեն արտահայտվել, ապա սահմանադրական ամբողջ կառուցակարգը կորցնում է իր հիմքը։ Հետևաբար, ընտրությունների նպատակը միայն պատգամավորներ ընտրելը չէ, ընտրությունների նպատակը ժողովրդի ինքնիշխանության իրացումն է եւ հենց այդ պատճառով ընտրական գործընթացի նկատմամբ ցանկացած լուրջ կասկած ինքնաբերաբար վերածվում է սահմանադրական խնդրի։ Սահմանադրական դատը ավարտում եմ։ Ավարտում եք, ուզում ես զգուշացնել, որ 3 րոպե է մնացել։ Շնորհակալ եմ։ Սահմանադրական դատարանի պատմական պատասխանատվությունը։ Բարձր դատարան։ Սահմանադրական արդարադատության պատմության մեջ կան որոշումներ, որոնք վերաբերում են միայն կոնկրետ գործին, բայց կան նաև որոշումներ, որոնք ձևավորում են պետության ապագա սահմանադրական մշակույթը։ Սույն գործը պատկանում է երկրորդ կատեգորիային։ Դատարանի որոշումը կսահմանի, թե ինչպիսի չափանիշներով են ապագայում գնահատվելու ընտրությունները Հայաստանի Հանրապետությունում, եւ դատարանի որոշումը կպատասխանի հետեւյալ հարցին. արդյոք ընտրությունների սահմանադրականությունը կախված է միայն վերջնական թվերից, թե կախված է այն միջավայրից, որտեղ ձևավորվել է ժողովրդի կամքը։
Այս հարցի պատասխանը կարևոր է ոչ միայն այս ընտրությունների համար, այն կարևոր է Հայաստանի Հանրապետության ամբողջ ժողովրդավարական զարգացման համար։ Ուստի ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Սահմանադրական դատարանի մասին Սահմանադրական օրենքով, Ընտրական օրենսգրքով եւ ժողովրդավարական ընտրությունների միջազգային չափանիշներով խնդրում ենք անվավեր ճանաչել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2026 թվականի հունիսի 14-ի համար 259 որոշումը, անվավեր ճանաչել 2026 թվականի հունիսի 7-ի Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի հերթական ընտրությունների արդյունքները։ Շնորհակալություն։